Ողջույն, տողի բնակիչները բռնատեղահանման ցավը տեսան փաստացի երկու անգամ: 2020 թվականի պատերազմից հետո Հադրութի շրջանի բոլոր բնակավայրերի պես տողն էլ հայտնվեց ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ տողեցիներից շատերը հաստատվեցին Արցախի դեռ չօկուպացված տարածքում: Ընդամենը 3-4 տարի անց բոլոր արցախցիների հետ դեռ Արցախում մնացած տողեցիները ևս մեկ անգամ բռնեցին գաղթի ճանապարհը: Եվ այսօր պետք է հետաքրքրվենք, թե նրանց որ մասն է, որ դեռ մնացել է Հայաստանի Հանրապետությունում, որ մասն է, որ դուրս է եկել, արդյոք կարողանում են միմյանց հետ պահպանել համայնքային կապերը, թե արդեն կորցրել են միմյանց: Այս հարցերի շուրջ զրուցելու ենք տողի համայնքի վերջին ղեկավար Վարդան Գրիգորյանի հետ, բայց մինչ բուն զրույցին անցնելը ավանդական խնդրանքս բաժանորդագրվեք իմ ալիքին և նաև շնորհակալություններս բոլոր նրանց, ովքեր արդեն բաժանորդագրվել են, իսկ նախագծին աջակցելու համար շնորհակալ եմ Իվան Ավանեսյանին: Եվ այսպես անցնենք օրվա զրույցին և ողջունեմ իմ այսօրվա հյուրին: Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ զրույցի հրավերը ընդունելու համար: Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ: Ուզում եմ հիշենք տողի վերջին օրերը, 2020 թվականին համայնքի ղեկավարն էիք, ընդ որում գյուղի անկման մասին լսեցիք ոչ թե ինչ-որ տեղ հեռվում, այլ հենց առաջնագծում, եթե չեմ սխալվում, այդ օրերին նաև տողեցիներից ջոկատ էր կազմվել, որը մասնակցում էր ռազմական գործողություններին և դուք էլ այդ ջոկատի աշխատանքներն էիք համակարգում: Այդ օրերին այնքան խառն էր ամեն ինչ, որ հստակ չեմ կարողանում ասել ով ինչ էր անում, դրա համար ասում եմ այն, ինչ հիշում եմ: Այո, ճիշտ է: Տողը պատերազմը սկսվելու պես սեպտեմբերի 27-ից մասնակցում էր առաջնագծում պատերազմական գործողությունների և արդեն մոտենալով Հադրութը, անցնելով Ադրբեջանի վերահսկողության տակ, գյուղացիների մեծ մասը գյուղում դիրքավորվեցին, ջոկատ ստեղծվեց և աշխարհազոր, կարամ ասեմ, պահպանում էին գյուղի տարածքը: Հոկտեմբերի 21-ին լույս առավոտյան սկսվեցին արդեն պատերազմական գործողությունները, ադրբեջանական կողմից ներխուժեցին գյուղ հատուկ ստորաբաժանումներ, 3-4 խմբավորումներ էին, որոնք կազմված էին 25-30 հոգանոց, բավականին պրոֆեսիոնալ, բայց գյուղացիները դիմադրեցինք մինչև ուշ երեկոյան, ունեցանք 2 վիրավոր հայկական կողմը, իսկ ադրբեջանական կողմը զոհեր և վիրավորներ բավականին կային, դա նաև ադրբեջանական սոցցանցերում էր հրապարակվում, որ տողում զոհերը շատ տվեցինք: Երեկոյան ուշ արդեն հույսներս կտրեցինք ինչի համար, երբ ադրբեջանցիները փակեցին Ստեփանակերտ տանող ճանապարհը, Դրախտիկ գյուղը, այնուհետև Ազոխ, մենք ոնց որ շրջափակման մեջ էինք հայտնվում, քանի որ կար նաև ժամկետային զինծառայող զինվորներ գյուղի ինքնապաշտպանության ժամանակ, դա արդեն կմնայինք շրջափակման մեջ: Երեկոյան ուշ գյուղից դուրս եկանք, այսինքն նահանջվեցինք, փաստորեն գյուղը կորցրինք 2020 թվականի հոկտեմբերի 21-ին: Այդ ժամանակ գյուղը քանի բնակիչ ուներ, դպրոցը քանի աշակերտ: Այդ ժամանակ գյուղը ուներ 835 բնակիչ, դպրոցը մոտ 110 աշակերտ: Տեսեք, ի տարբերություն 23 թվականի բռնատեղահանմանը, 20 թվականինը, այսպես ասենք, ավելի խառը իրավիճակում էր, այսինքն եթե 23 թվականին բնակիչները գիտեին, որ առնվազն երկար ժամանակով են դուրս գալիս, ապա 20 թվականին գյուղից դուրս եկողները պատկերացնում էին, որ այդքան էլ երկար չի տևելու:
Առավել եւս, որ բնակիչները գյուղից արդեն հեռացել էին մինչև բուն գյուղի սահմաններին մոտ ռազմական գործողություններ սկսելը։ Գյուղացիները, հա, չիմանալով դուրս եկան տարբեր օրերի, չհավատալով, որ հետ չեն վերադառնա, թողնելով իրենց մեծ մասը գրեթե ունեցվածք, փաստաթղթեր։ Իմ հարցի ենթատեքստը հենց դա էր, որ այդ ժամանակ դուրս եկողները գրեթե ոչինչ իրենց հետ չկարողացան վերցնել ու նույնիսկ չփորձեցին էլ վերցնել, մտածեցին, որ մի քանի օրից նորից հետ են գալու, ոմանք էլ այլ խնդիրներ ունեին, երեխաները առաջին գծում էին կամ այլ թեմաներ ունեին եւ այդ փաստաթղթերի ու մնացած հարցերը կարծես առաջնային չէր։ Ձեր տեղեկություններով շատերն էին, որ այսպես ասենք առանց փաստաթղթերի նույնիսկ դուրս եկան։ Չէ, քիչ մասը, թվով չեմ կարող ասել, մոտ 20-25% իմ կարծիքով։ Իսկ պատերազմից հետո տողեցիների որ մասը հաստատվեց Արցախում, որ մասը այնուամենայնիվ դուրս եկավ Արցախում հաստատվելու հնարավորություն չունենալով։ Ի վերջո հիշում ենք, որ այդ ժամանակ նաև Արցախում էր բնակարան գտնելը խնդիր, որովհետև եւ Հադրութի շրջանից ունենք տեղահանվածներ, եւ Շուշիի շրջանից, եւ Ստեփանակերտում ու շրջակա տարածքներում բնակարանների այդ քանակը արդեն չէր հերիքում։ Մեծ մասը հաստատվեց Արցախում, բնակության մոտ 60%-ը։ Յուղը կորցնելուց հետո հաստատվեցին Ստեփանակերտ եւ հարակից շրջաններում, գյուղերում։ Նրանց մեծ մասը սպասողական վիճակում էր, որ նոր գյուղ կկառուցվի, նոր համայնք կլինի եւ կապերը միմյանց հետ կշարունակեն, բայց ցավոք սրտի չստացվեց այդքանը։ Ու կարծեմ այդ ծրագիրը ոչ թե ծրագիրը, այլ կոնկրետ նախագիծը արդեն կար ու շինարարությունն էլ սկսվել էր։ Հա, շինարարությունը սկսվում էր Ստեփանակերտից Խնածախ գյուղ տանող ճանապարհի ձախ հատվածում, Խնածախի հարևանությամբ։ Շինարարությունը սկսվել էր գյուղի կառուցման։ Նույնիսկ արդեն մի քանի տուն պատրաստ էր, առանձնատներ։ Մոտ 6 տուն պատրաստ էր, եթե չեմ սխալվում։ Եվ ըստ ծրագրի երբ պետք է պատրաստ լիներ տների այն քանակը, որ թույլ կտար տողեցիներին նորից իրար գլխի հավաքվել։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Բայց հույս կար, որ այդպես պետք է լիներ։ Հույս կար, որ պետք է պատրաստի, ուղղակի տեղանքը մի քիչ դժվար էր, հողային աշխատանքները երկար տևեց, մինչև կատարեցին, հետո սկսեցին շինարարական աշխատանքները, 5-6 տուն արդեն սարքել էին։ Հույսով սպասում էինք։ Ես հիշում եմ նաև, որ հենց գյուղի բնակիչներից մարդիկ կային, որ ժամանակ գնում էին այդ շինարարությանը հետևում ու արդեն նույնիսկ նշել էին, որ այսինչ տանը իրենք են ապրելու։ Ով ճանապարհի մոտ լինի, ով ձորի մոտ։ Այո։ Իդեպ փաստաթղթերի մասին, դեռ Արցախում եղած ժամանակ հաջողվեց այդ փաստաթղթերի կորուստը լրացնել։ Այն ժամանակ ի վերջո դեռ բազաները կային, Արցախի պետական կառույցներն էլ աշխատում էին։ Ոչ բոլորը, մի մասը վերականգնեց իրենց փաստաթղթերը, բայց ոչ բոլորը։ Վերականգնելուց հետո կամ մեկ էլ են թողել այնտեղ։ Հիմնականը զինվորական գույքներն ա, որ չեն կարողացել վերեն, քանի որ զորամասերում էր գտնվում, իսկ կապված անձի հետ անձնական թղթերը, ծննդական, ամուսնության վկայական եւ այլը վերականգնել են, մի մասն էլ էստեղ են վերականգնում։ Իդեպ այդ աշխատանքներն արդեն ավարտվել է, թե դեռ շարունակվում է։ Շարունակվում է։ Նորից հետ գնանք 2023-2023-ի աշնանը բոլոր արցախցիների հետ, տողեցիները եւս երկրորդ անգամ արդեն բռնեցին գաղթի ճանապարհը, տողեցիների որ մասը մնաց Հայաստանի Հանրապետությունում, որ մասը դուրս եկավ, կարծեմ նույնիսկ մի ընթացք կար, որ բավական մեծ քանակ բնակիչների դուրս եկավ, հետո նորից սկսեցին վերադառնալ։ Ինքնատուն եք Հայաստանից դուրս եկավ։ Հայաստանից դուրս եկան, մեկ էլ հետ վերադարձան, թվով 3-4 ընտանիք հայերեն Ռուսաստանի Դաշնությունում, գնացողները հետ են վերադարձել մեկ էլ։
Որն էր արտագաղթի գլխավոր պատճառը։ Հիմնականում վարձերի թանկացումը, աշխատանք գտնելու պատճառներով, դե արդեն Ռուսաստանի Դաշնությունում էլ է դժվարացել թղթային, անձնական հարցեր եւ այլ անձահաստատող փաստաթղթերի հարցեր դրա համար հետ են վերադառնում։ Այսինքն, եթե թվերի վերածենք, տողեցիների մոտ 85% եւ ավելին այսօր Հայաստանի Հանրապետությունում է։ Հա, այո։ Իդեպ նրանց որ մասն է, որ քաղաքացիություն ստացել է Հայաստանի Հանրապետության, հարցնում եմ, որովհետև շատ ծրագրերից օգտվելու համար դա աստիճանաբար դառնում է պարտադիր պայման։ Մոտ 35% կարելի է ասել ստացել են քաղաքացիություն, իսկ մյուս մասն էլ ընթացքի մեջ է, էլի, փաստաթղթերի հետ կապված, ծննդական, ամուսնության վկայական, վերականգնումը դատական պրոցեսներով վերականգնում են, դիմումները կան, դիմողները շուտ են։ Իդեպ կարծրատիպ կա, կարծիք կա, թե արցախցիները խուսափում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, որ զինծառայության չմեկնեն։ Այսքան պատերազմ տեսած տողեցիները համաձայն են դրա հետ։ Ոչ։ Ինչ կարող է համաձայնեն։ Իդեպ բնակապահովման ծրագրերի մասին խոսենք նաև, սա հնարավոր է քաղաքացիություն ընդունելուց հետո։ Տողեցիներից մարդ կա, որ արդեն բնակապահովման այդ աջակցության ծրագրերից օգտվել է։ Այո, կա։ 15-ից 20% օգտվել են արդեն։ Սա առաջին հայացքից մի փոքր տարօրինակ կթվա, բայց ընթացքում կփորձեմ նաև հիմնավորել ինչու եմ այդ հարցը տալիս։ Տողեցիները այսօր որ բնակավայրերում են ավելի շատ հաստատված, հաջողվում է իրար մոտ մնալ, թե ցրվել եք Հայաստանի ամբողջ տարածքով։ Ցրված են Հայաստանի ամբողջ տարածքով, բայց հիմնական մասը մեծամասնությամբ Երևան քաղաքում, Կոտայքի մարզ եւ Արարատի մարզ։ Իսկ համայնքային կապեր հաջողվում է պահպանել, կան տասնամյակների հասնող ընտանիքների միջև հարաբերություններ, կապեր, այդ կապերը կարողանում եք պահել, թե աստիճանաբար դա էլ է դժվարանում։ Չէ, պահվում է կապերը, դե հանդիպումներով, հեռախոսի միջոցով, Facebook-յան էջերով կապերը պահպանվում են։ Այ հենց այդ Facebook-յան էջերի մասին էլ հարցնեմ, սա կարծես թե մեր ժամանակի եւ գլխավոր ցավն է եւ գլխավոր հնարավորությունը։ Գոնե այդ սոցիալական ցանցերում կան հարթակներ, որտեղ բոլոր տողեցիները, այսպես ասենք, օրվա մեջ հասցնում են իրար հետ շփվել, նորություններ փոխանակվել։ Կա, այո, տող համայնք Facebook-յան էջ կա, այդ էջերով եւ ունեն անձնական էջեր իրենց։ Անձնական էջերով եւ համայնքային էջերով կա։ Իսկ համայնքային էջը ով է համակարգում։ Ես։ Շնորհավորում եմ։ Այսինքն գյուղապետի պաշտոնը դեռ մնում է։ Քանի որ նաև էջն եք համակարգում, այս հարցին կարծում եմ կարող եք պատասխանել։ Տողի էջը չեմ տեսել, բայց շատ էջերում սովորաբար որոշակի ակտիվություն տեսնում եմ միայն, այսպես ասենք, վատ լուրերի դեպքում։ Այսինչ մարդը մահացել է, այսինչ մարդը խնդիր ունի եւ այլն, ինչու նման էջերում լավ նորություններով չենք կիսում, ասենք, այսինչ մարդը թոռ է ունեցել, այսինչ մարդու տղան կամ աղջիկը ամուսնանում է։ Ասեմ, հիմնականում տող համայնք էջում նշում ենք վատ լուրերը, մահվան դեպքերը, որպես ժողովուրդը տեղեկացված լինեն, հոգեհանգիստին ներկայանան եւ թաղման արարողությանը, դա մեր կողմից մեր ավանդույթների համաձայն ոչ հրավիրովի է, այլ պարտականություն ենք գտնում ենք, որ պետք է պարտադիր ներկայանանք։ Իսկ ծնունդ, կնունկ, հարսանիք դա հրավիրով է, ամեն մեկը իր ուրախությունը անում է իր մտերիմների, հարազատների, բարեկամների հետ, հետո հանդիպելուց մեկը մյուսին շնորհավորում են ամեն մի ուրախության համար։ Գալիքը չեմ տեսնում գտնել, Facebook-յան էջերում նշել նման բաները։ Իդեպ քանի կորուստ եք ունեցել տողից դուրս գալուց հետո։ Նման վիճակագրություն էլ երևի կունենաք։
թվով չեմ կարող այս պահին ասել, մի 60-ից ավել։ Օ, իսկ ծնունդների թիվը Ծնունդների թիվն էլ մի քիչ կգերազանցի։ Այսինքն տողից դուրս գալուց հետո 60-ից ավել տողեցիներ ունենք արդեն։ Շնորհավորում եմ, իսկ այդ նոր ծնված երեխաներին ինչն է հիշեցնելու տողի մասին, ինչ ունենք այսօր, որ վաղը փոքրիկ տողեցիներին օգնելու է, որ այդ հիշատակը, հիշողությունները գյուղի մասին կարողանան վառ պահել։ Նու այսօրվա սերունդը կպահի, կպատմի, մի երկու սերունդ հետո դա արդեն չենք ունենալու։ Ուզում եմ ասել, ունենք ինչ-որ արխիվային նյութեր, չգիտեմ, ինչ-որ ալբոմներ կամ գյուղի մասին գիրք, ֆիլմ, տարբեր։ Ինչ-որ բան, որ տարիներ, տասնամյակներ հետո էլի կպատմի տողի մասին։ Մեր գյուղի մասին 2010 թվին տող գյուղից Գեղամ Աթայանն է գիրք հրատարակել տողի Բերդաքաղաքի պատմությունը։ Գրքի պահով այդ գիտեմ, որ տպագրված է, իսկ մնացածը կան YouTube-յան, YouTube-ում կա էլի տողի մասին հիմա այդ ձև ենք պահպանում պատմությունը եւ մնացածը։ Մի քանի ցավոտ հարցել ունեմ, Արցախի տարբեր բնակավայրերից նորություններ կան, որ ադրբեջանցիները այս կամ այն հուշարձանը ամբողջությամբ կամ մասամբ քանդել են։ Տողի մասով ինչ-որ նորություններ կան, ինչ-որ հուշարձաններ կան, որ օկուպացվելուց հետո գյուղի տարածքում վնասվել են։ Տողի հուշարձանների մասով վնասել են գյուղում գտնվող հուշարձանների Վիգեն Գրիգորյանի, Արմեն Գասպարյանի խաչքարն են ջարդել եւ գերեզմանատներում վնասել են գերեզմանական քարերը։ Բայց եկեղեցիների առումով իրենք անվանում են ալբանական եւ պահպանվում է մեր եկեղեցիները։ Այդ տեղեկությունը կա։ Իդեպ տողը Արցախի այն քիչ գյուղերից էր, որտեղ խորհրդային տարիներին նաև ադրբեջանցի ընտանիքներ էին ապրում ու Ադրբեջանի պաշտոնական, այսպես ասենք, աղբյուրներն էլ անընդհատ խոսում էին, որ տողում վերաբնակեցում են կատարելու։ Արդյոք այդ առումով նորություններ կան, արդյոք ադրբեջանցի ընտանիքներ կան, որ արդեն վերադարձել կամ վերաբնակեցվել են, այսպես ասենք, տողում։ Ոչ, մենք հետևում ենք սոցցանցերին, հիմնականում այս պայդրությամբ կատարում են շինարարական աշխատանքներ, ճանապարհաշինարարական եւ շենքերի եւ տանիքների կտուրներն են վերանորոգում, ամբողջությամբ փոխվում, անասնապահությամբ կան զբաղվողներ, մեղվագործներ, անասնապահներ, այդ են տեսնում բնակչություն առայժմ տեղեկություն չկա դրա մասին։ Նորից վերադառնանք մեր, այսպես ասենք, հոգսերին ու ցավերին, այսինքն այս պահին տողեցիների ունեցած հոգսերին ու ցավերին, պարզապես հետաքրքրության համար, երբ որ տողեցիները տողում էին, եթե չեմ սխալվում, գյուղը ուներ նաև աջակցող բարերարներ, որոնք դեպքից դեպք ինչ-որ միջոցառումների էին մասնակցում, ինչ-որ հարցերում էին նախաձեռնություններ ցուցաբերում, արդյոք տեղահանվելուց հետո տողեցիներին օգնելու ինչ-որ նախաձեռնություններ եղել են այս ընթացքում, ոչ պետական, մասնավոր։ Ոչ։ Բայց արդյոք այդ մարդկանց հետ աշխատելու փորձեր արվել են, թե այդ առումով դեռ խնդիրներ ունենք։ Ոչ, նման տեղյակ չեմ նման բարերարներ ինչ-որ օգնածնային ընտանիքների կամ չեն եղել։ Ու նորից համայնքային կապերին վերադառնանք, արդյոք պետք են այդ կապերը եւ արդյոք հնարավոր է, որ այդ կապերը պահպանվեն։ Արդեն դժվար է համայնքային կապերը պահպանելու համար, քանի որ ահագին ուշացվել է, դա 23-ից հետո եթե տարածքներ տրամադրեին Հայաստանի որևիցե մարզում, կառուցեին բնակավայրեր, գյուղեր, որտեղ ժողովուրդը բնակվեին, այնտեղ կապերը ավելի սերտ կլներ էլի, բայց հիմա ոնց որ համայնքային կապերը մի քիչ կտրվում է էլի ժողովրդի հետ։ Այդ կասեի, բայց
Կապեր լինում են մեկը մյուսի հետ, գյուղացիները կապերը պահում են։ Իսկ ինչ է պետք, որ այդ կապերը լինեն ավելի ակտիվ, ավելի, այսպես ասենք, նաև գործնական, չգիտեմ, իրար օգնելու կամ տարվա մեջ ինչ-որ մի օր իրար գլխի հավաքվելու Արվա հնարավորություն։ մեջ ասեմ, հավաքույթ լինում է, գյուղացիներով հավաքվում ենք, նաև ունենք յուղից մեր Սևակ Սահակյանը, որը Yandex-ի ավտո պարկ ունի, տաքսոպարկ ունի բացած, ջոգերը, այնտեղ տողեցիներ մոտ 40-ից ավել տողեցիներ տաքսի են վարում, որը գրանցված են ջոգերում։ Հիմնականը հանդիպում են այդտեղ եւ Սևակն էլ մեզ վերջին 1 տարվա մեջ 3 անգամ հավաքույթ է կազմակերպել, մատաղի արարողություն, հանդիպում, յուղացիներով շփվել, հացկերույթ, նման հանդիպումներ լինում են։ Նաև ես եմ կազմակերպում հաճախակի յուղացիների հետ տարբեր տեղերում հավաքվում ենք, հանդիպում կայացնում։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Գրիգորյան, շնորհակալություն նաև ձեր աշխատանքի համար այս համայնքային կապերը կենթանի պահելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ այսօր զրուցեցինք Տողի համայնքի վերջին ղեկավար Վարդան Գրիգորյանի հետ։ Այսքանն ենք նախատեսել, ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ։ Կհանդիպենք։